Էրիկ Մանեն չի միանալու այսօր։ Չէ։ Ակնավի, հա։ Արևան։ Միլենա, այդ տնայինները անպայման ուղարկում ես։ Երեխեք դուք հարցեր ունեք տնայինների հետ կապված։ Նորմալ էր, ստացվել է ձեր մոտ։ Շատ լավ է։ Թեմաները հասկանալի էր, չէ՞։ Ֆունկցիաները շատ կարևոր է, երեխան, այդ իր ընդհանուր այդ գաղափարը, իր կանչերը, իր տեսանելիության տիրույթները, գլոբալ փոփոխականների հետ աշխատանքները, այդ ամեն ինչը շատ կարևոր է հասկանալ։ Այսօր նոր թեմա ենք անցնելու, կոչվում է անանուն ֆունկցիաներ։ Ինչ են իրանցից ներկայացնում անանուն ֆունկցիաները, ինչ տարբերություն կա սովորական ֆունկցիաների հետ, կա function declaration, ճիշտ է, սովորական ֆունկցիանը, որտեղ գրվում է ֆունկցիա բառով է հենց սկսվում, այդ հիմնական տարբերությունը հասկանանք։ Անանուն ֆունկցիան հենց բառը իրանից հուշում է, որ ինքը առանց անունի ֆունկցիա է, բայց իրականում դա տենց չի, ուղղակի հենց կոնկրետ որ ֆունկցիայի անուն չի գրվում, դրա համար ինքը ստացել է այդ անունը, բայց իրականում էլի ինքը, հենց ասած, ունի իր անունը։ Ուրեմն սովորական մեր ֆունկցիան, սովորական ֆունկցիայի օրինակ, չէ՞։ Ասենք գրում ենք function բառով էր սկսվում մեր սովորական ֆունկցիան, հետո գրվում էր, իրանից հետո գրվում էր ֆունկցիայի անունը, ֆունկցիայի անուն դրվում էր փակագծերը, բացվում ձևավոր փակագծերը ու իր մեջ գրվում էր ինչ որ console log ու գրում ենք hi։ Սա սովորական պրակտիկ ֆունկցիայի օրինակ է ու բան ենք անում, հա, իրական չէ անում էինք, արդեն քանի որ իր մեջ տպած էր, այսինքն return օգտագործած չէր, այլ կոնկրետ մեր ֆունկցիան ինչ-որ մի բան տպում էր, մենք ֆունկցիայի կանչը կազմակերպում ենք իր անունը գրելով ու օգտա տակագծերը դնելով, սա կոչվում էր մեր ֆունկցիայի կանչը։ Բերել է մեր տպածը, սա սովորական ֆունկցիայի կանչն էր։ Ուրեմն անանուն ֆունկցիան գրվում է հետևյալ ձև։ Հայտարարում ենք փոփոխական let say hi, որը որ հավասարեցնում ենք, գրում ենք արդեն նոր ֆունկցիա, function, դնում փակագծեր, հետո բացում ենք ձևավոր փակագծերը, իր մեջ նոր տպում ենք։ Այս երկրորդ տարբերակում սա մեր սովորական ֆունկցիան էր, որտեղ գրված էր function ու գրված էր կողքը ֆունկցիայի անունը։ Սա սովորական ֆունկցիան է։ Function declaration։ Իսկ ու իրականչը կազմակերպվում է հետևյալ ձև։ Հաջորդ հատվածում, հա, գրված է ֆունկցիայի օրինակ, որը կոչվում է անանուն ֆունկցիա։ Ինչա որ այս ֆունկցիայի կողքը չկա գրված անուն, ոնց որ առաջի դեպքում, դրա համար ինքը ստացել է անանուն անունը։ Ու իրան անվանում ենք անանուն ֆունկցիաներ, բայց ինքը փոփոխականի է վերագրված, ու այս դեպքում իր անվան համար պատասխանատու է մեր ստեղծված փոփոխական, այսինքն let-ով փոփոխական ենք հայտարարել ու ասել ենք, որ let say hi-ը հավասար է function-ի,
էլի ինքը ֆունկցիա է, էլի ինքը կիրառելի է, էլի ինքը ունի իր կանչերը, ինչի համար են պետք մեզ այս անանուն ֆունկցիաները, ինչ են իրանք իրանցից ներկայացնում։ Այս անանուն ֆունկցիաները ամենաշատ օգտագործում են callback-ների մեջ, callback-ների մասով հետո կանցնենք, ինչ-որ event-ների մեջ, դրան է կանադառնանք, օբյեկտների մեթոդներում, ինչ է իրանից ներկայացնում օբյեկտների մեթոդը։ Երեխեք ջան, երբ որ մենք անցնում ենք math-ի մեթոդները, մենք օգտագործում ենք, տեսեք, եթե մենք ուզում գրում ենք math, ճիշտ է, math get random, ճիշտ է։ Իրականում math-ը մի հատ մեծ օբյեկտ է, որտեղ գրված է let math ու գրած է, հավասար է մի հատ մեծ օբյեկտի, որտեղ k-ը գրված է, ասենք գրված է random ու random-ի դեմը գրված է ֆունկցիա։ Ու երբ որ մենք ուզում ենք math-ի ինչ-որ random մեթոդ կանչենք, մենք գրում ենք math, չէ որ օբյեկտի ինչ-որ մի հատ մեթոդ կամ իր k-ը, հա, value-ն իր կանչելու դեպքում գրում ենք օբյեկտի անունը ու կետ ենք դնում։ Նույնն էլ ստեղ մեր իմացած math-ի մեթոդները մի հատ հսկայական մեծ օբյեկտ է, որը իր մեջ պարունակում է մեթոդներ, իսկ այդ մեթոդները անանուն ֆունկցիաներն են։ Այդ դրա համար էլ ինքը կոչվում է օբյեկտների մեթոդներում օգտագործվում։ Օգտագործվում է նաև զանգվածների մեթոդներում։ Map, filter, for each, որոնք որ մենք հետագայում կանցնենք։ Ուրեմն, հետաքրքիր մի հատ գաղափար կա, որ տարբերությունը, հա, սովորական ֆունկցիայի, հենց տարբերությունների մասին ենք խոսում, սովորական ֆունկցիայի ու մեր անանուն ֆունկցիայի միջև տարբերություն։ Օրինակ, եթե ես ունեի մի հատ function, չէ, մի հատ ֆունկցիա ունեի, այսին ֆունկցիան console log էր անում ինչ-որ մի հատ բան։ Ասենք hello, ինչ-որ մի հատ բան։ Եթե ես վերևում կանչեմ իմ ֆունկցիան, սա կաշխատի թե ոչ։ Ու եթե կաշխատի, ինչի համար կաշխատի։ Աշխատի ես գրվածքս։ Ինչի։ Բայց բայց ինչի համար աշխատում։ Ստեղ գործում է hoisting-ի մեթոդը։ Այսինքն կոդը վերևից ներքև կարդում է, կոմպիլյատորը կարդալով իջնում է, չէ՞։ Ինքը կոդը հերթով կարդալով իջնում է, երբ որ ֆունկցիա է տեսնում, երեխեք, այդ ֆունկցիան ինքը շպրտում է ամենավերին մակարդակ, որովհետև ֆունկցիան ինքը բարձր կլասի է դասում։ Ֆունկցիան բարձրացնում է ամենավերևը։ Դրա համար իր կանչը իրանից առաջ է թե հետո է, դա իր համար 1 է։ Այսինքն սովորական ֆունկցիայի ժամանակ դա աշխատում է։ GS-ը այս function declaration-ի ժամանակ ինքը բարձրացնում է իրան վերև ամենավերին մակարդակ, երբ որ ֆունկցիա է տեսնում, որտեղ իր համար բացարձակ արժեք է ֆունկցիան։ Երբ որ ֆունկցիա ոնց որ իր համար ուրիշ սորտի մարդն է, հա, բարձր դասի է, իր հարազատն է։ Ինքը իրան ամենավերև է դասում ու այս ֆունկցիան ամենավերին շեմ է հանում ու երբ որ ֆունկցիայի կանչ է տեսնում, իր համար կապ չունի այս ֆունկցիայի կանչը, հա, եթե այս ֆունկցիան չլինի, ուրիշ բան, բայց եթե ֆունկցիան կա, ֆունկցիայի կանչը աշխատելու է, լինի դա ֆունկցիայից հետո, թե ֆունկցիայից առաջ։ Լավ, էսի մեկը միշտ կհիշեք։ Ֆունկցիայի կանչը լինի ֆունկցիայից առաջ թե հետո, սովորական ֆունկցիայի, այսինքն function declaration-ի ժամանակ, դա աշխատում է, քանի որ GS-ը իրան բարձրացնում է վերև, այդ բարձրացումը իր վերև ու վերևում դասակարգելը բարձր դիրքերում, դա կոչվում է hoisting։ Պարզեր։ Պարզ չէր։ Ահա։ Լավ։ Ինչ է տեղի ունենում, երբ որ դա նույնը անում ենք անանուն ֆունկցիայի դեպքում։ Ուրեմն, երբ որ ես գրում եմ let func, որը որ հավասար է function
Հիմա այս նույն console log-ը իր մեջ եմ դնում, հա, ու իր վերևում եմ կանչում, ասենք էսի իր կանչնա, համարենք սա իր կանչնա, այս մյուս ֆանկ, չէ, այս պարագայում ինչ կաշխատի, իսկ եթե չի աշխատի, ըստ լոգիկայի ինչի համար չի աշխատի, ով կարա ասի, շատ ճիշտ է, չի աշխատի այս պարագայում, որովհետև սա փոփոխական է, իսկ մեր ֆունկցիան վերագրվել է փոփոխականի, այս դեպքում ճիշտ է գրված է ֆունկցիա, բայց քանի որ մեր կողմից վերագրվել է փոփոխականի, GS-ը իրան էլ այդ բարձր կլասին չի դասում, ինքը այս ամեն ինչին նայում է որպես փոփոխական, դրա համար էլ ինքը չի բարձրացնում այն ամենավերին մակարդակը, որը որ նախատեսված է ֆունկցիաների համար, ու այս պարագայում սա չի աշխատելու, եթե ես այս մեկը փակեմ, սա չի աշխատելու, պարզ էր տարբերությունը, որովհետև առաջինը որպես ֆունկցիա է իր համար, բնականաբար, function-ով է, հենց function բառը ինքը տենում է, վերջ, իր համար էլ ուրիշ աշխարհ չկա, ինքը վсё, ֆունկցիաներով է ապրում, ֆունկցիա բառը հենց տենում է, ինքը ամենաբարձր դասին է դա պատկանում իր համար ու վերջ, իր համար էլ ուրիշ գաղափարներ չկա, բայց երբ որ դա կազմակերպում ենք անանուն ֆունկցիայի միջոցով, այսինքն հայտարարում ենք փոփոխական, որը հավասարեցնում ենք function-ին, արդեն իր համար սա դառնում է որպես սովորական փոփոխական ու դա չաշխատող տարբերակ է, այսինքն իրան չենք կարա կանչենք այստեղ, իրանից վերև կանչելը անիմաստություն է։ Արդեն աշխատեց, այսինքն ինքը պետք է տեսնի ֆունկցիան, հայտարարված փոփոխականը, որը հավասարեցվել է ֆունկցիային, հետո նոր իր մոտ կանչը կաշխատի։ GS-ում երեխեք ջան, ֆունկցիաները որպես արժեքներ են, հա, հիմա այս անանուն ֆունկցիաների հետ կապված մի հատ բան, հա, օրինակ, որը որ այդ ամեն ինչը ավելի կհստակեցնի։ Օրինակ ունեմ let անհավասար է function, դուք էլ կարաք եսի գրեք արդեն, իդեպ, let անհավասար է function, հիմա ես console log կանեմ, կգրեմ, ասենք չգիտեմ, մի հատ test, գալիս եմ, ֆունկցիայից հետո, հայտարարում եմ մեկ այլ ուրիշ փոփոխական, որը որ հավասար է i, հետո երբ որ ես արդեն գրեմ նոր հայտարարված փոփոխականս ու դնեմ փակագծեր, սա կհամարվի իմ մոտ ֆունկցիայի կանչ, ու ստեղ կտպի թեստը, սա խոսում է նրա մասին, որ GS-ում ֆունկցիաները արժեք են, իսկ վերևում ես հայտարարելով let a փոփոխականը ու գրելով ֆունկցիա իր դեմը, հայտարարում եմ անանուն ֆունկցիա, ճիշտ է, հետո հայտարարում եմ մեկ այլ ուրիշ փոփոխական, որը հավասարեցնում եմ a փոփոխականին, որի արժեքը ֆունկցիա էր, այդ արժեքը վերագրվում է b փոփոխականին, ու ես b փոփոխականով ֆունկցիայի կանչ եմ կազմակերպում, արդեն էսի ֆունկցիան գալիս է, հիմա գնանք բրաուզերում հասկանանք, էսի 25-ի hello-ն է, էս է մեր թեստն է, որը անանուն ֆունկցիայի միջոցով և մեկ ուրիշ փոփոխական հայտարարելով ու վերագրելով մեր a փոփոխականին ստանում է, որպես ֆունկցիայի կանչ կազմակերպում, որպես չէ արդեն ֆունկցիայի կանչ է դառնում, քանի որ b-ն հավասարեցրել եմ i-ին։ Իսկ ոնց է աշխատում, երբ որ ֆունկցիան որպես պարամետր է լինում։ Ուրեմն, գրում եմ function run, երեխեք պարզ էր այս փոփոխականների պահը, այս մասը պարզ էր,
թե ոնց է լինում, հա, փոփոխականը հայտարարեցինք, մեկ այլ փոփոխական, որին վերագրեցինք այս մյուս արդեն փոփոխականը, որը իր մեջ պահում էր ֆունկցիան, ու եկանք այս արդեն նոր հայտարարված փոփոխականով կազմակերպեցինք այդ ֆունկցիայի կանչը։ Function run, ով որպես պարամետր ստանում է func ֆունկցիան։ Ստեղ func-ը կանչում եմ այս ֆունկցիայի մեջ։ Ստեղ ֆունկցիան որպես պարամետր է, ճիշտ է, գրել եմ function run իմ run ֆունկցիայի մեջ, որպես պարամետր ստանում եմ իմ func ֆունկցիան։ Func-ը կանչում եմ այս ֆունկցիայի մեջ, գալիս եմ իրանից դուրս, կանչում եմ run ֆունկցիան, փոխանցում եմ իրան function, հա, պարտադիր չի, չէ՞ որ այս նույն անունը գրեմ ստեղ, ստեղ ինչ անուն ուզենամ կգրեմ, փոխանցվող անունը պարտադիր չի որ լինի, չէ՞ որ մենք ստեղից մեկ էինք փոխանցում, ստեղ a էինք ստանում, նույն բանն է, ես ստեղ կարամ իրան հանգիստ ուղարկեմ ֆունկցիա, ու ստեղ արդեն console log կանեմ, hello, չոր from anonymous, անանուն ֆունկցիայի համար, anonymous, ճիշտ, ունեմ մի հատ ֆունկցիա run, որը որ որպես պարամետր ստանում է ֆունկցիա, այդ ֆունկցիա run-ի մեջ կանչում եմ իմ պարամետրով ստացած ֆունկցիան, դրսում կանչում եմ run ֆունկցիան, սա run ֆունկցիայի կանչելու, հա, այս դեղին փակագծերը run ֆունկցիայի կանչելու մեթոդն է, հետո իրա մեջ փոխանցում եմ այդ ֆունկցիան, որը որ գնում է, նստում է, այսքանը է, երեխեք ջան, գնում է, նստում է այստեղ, որպես պարամետր, հետագայում իրա մեջ էլ որ կանչում եմ, արդեն կազմակերպվում է, այսինքն ֆունկցիան որպես պարամետր օգտագործեցինք ստեղ, հա, hello from anonymous, երեխեք պարզ էր այս ֆունկցիայի բանը, որպես պարամետր օգտագործում է, այսքանը, այսինքն ֆունկցիային որպես պարամետր մենք կարանք տանք էլի ֆունկցիա, հիմա հաջորդը անանուն ֆունկցիաների օգտագործումը օբյեկտի ներսում ոնց ենք այդ կազմակերպում այդ ամեն ինչը, օրինակ, ունեմ let obj, որը որ հավասար է, անանուն ֆունկցիաների հիմնական ֆունդամենտալ օգտագործման տեղը դա օբյեկտի ներսում է, գրում ենք let obj, ուրեմն, գրում ենք k-ի անունը, ֆունկցիայի անունը, դիմացը, գրում ենք արդեն function, ու ստեղ բացում ենք ձևավոր փակագծեր, քանի որ մի գործողություն անելու, իրան մի անգամից մի տողով գրեմ, հա, console log-ը անում ինքը 1, սա առաջի ֆունկցիան է, օբյեկտի առաջի անանուն ֆունկցիան է, օբյեկտի item-ը, հաջորդը գրում ենք func 2, իրան էլ վերագրում ենք, մի րոպե, function-ը, ձևավոր փակագծերը, գրում ենք function, ուրեմն, փակագծերը դնում ենք,
Ստեղ է գրում ենք console log 2 Սենց անենք, որ սիրուն լինի Հիմա եթե ես ուզում եմ իմ օբյեկտի ներսի ֆունկցիաներից ինչ-որ մեկը աշխատացնեմ, ես պետք է գրեմ իմ օբյեկտի անունը, ինչ անուն որ դրած լինեմ, get ու գրում եմ արդեն k-ի անունը։ Տեսեք բերում է, երկու տարբերակ ունեմ, կամ func 1-ն եմ կանչում, կամ func 2-ը։ Եկեք func 1-ը կանչենք, հա? Բայց քանի որ ֆունկցիայի կանչա, պարտավոր եմ այս բաղագծերը դնեմ կողքը։ Ու այս դեպքում կտպի մեր ֆունկցիայի արժեքը։ Դա մեկն է։ Հիմա գնանք, hello from anonymous ունենք, տակից պետքա 1 տպի։ 1 number-ը տպեց։ Այսինքն մեր օբյեկտի մեջ անանուն ֆունկցիաները օգտագործվում են հետևյալ ձևով։ Ֆունկցիայի անունը դրվում է k-ի տեղը, իսկ value-ի փոխարեն դրվում է ֆունկցիան։ Ու արդեն ֆունկցիայի կանչը կազմակերպում ենք գրելով օբյեկտի անունը, get, արդեն մեր k-ի անունը ու փակագծեր։ Դրանով կազմակերպում ենք մեր օբյեկտի ներսում գտնվող անանուն ֆունկցիան։ Պարզեր երեխեք, հարցեր ունենք սրա վերաբերյալ։ Շատ լավ։ Ոնց ենք օգտագործում անանուն ֆունկցիաները զանգվածի ներսում։ Զանգվածի ներսում հայտարարում ենք բնականաբար մի հատ զանգված։ Ուրեմն, այս զանգվածի ներսում արդեն ամեն մի item-ը ֆունկցիա է լինում։ Հիմա գրում եմ function, օրինակ, sense, function, ու իրա կողքը գրում եմ ձևավոր փակագիծ console log ու գրում ենք 1 function console log 2 function-ի փակագիծ չկա զանգվածի item-ները չկա function s3 Սա զանգվածն է, ճիշտ է, let RR-ն մեր զանգվածն է, իրա մեջի item-ները ֆունկցիաներ են, սա զանգվածի ներսում անանուն ֆունկցիայի օգտագործումն է, հա, գրում ենք function ու արդեն բանը, իրա ձևավոր փակագծերի մեջ գործողությունը թե ինչ պետք է անի, սա կոչվում է զանգվածի ներսում անանուն ֆունկցիայի օգտագործում, հիմա սրա կանչը կատարում ենք հետևյալ ձևով, գրում ենք RR 0 ու կազմակերպում ենք իրա կանչը։ Սա կտպի 1, հետո RR1-ը ու RR2-ը։ Սա մեր զանգվածի ներսում գտնվող ֆունկցիաների կանչն է։ Այսինքն զանգվածի ներսում ունենք ֆունկցիաներ, անանուն ֆունկցիաներ, որը համարում էր մեր զանգվածի item-ները, սա առաջինն է, սա երկրորդն է, սա երրորդն է, բնականաբար ինդեքսացիայով է լինում զանգվածի ներսում ու առաջի ֆունկցիան կանչելու համար պետք է գրենք RR0, երկրորդ ֆունկցիան RR1, սա RR1-ն է, իսկ երրորդ ֆունկցիան կանչելու համար գրում ենք RR2, սա էլ RR2-ն է։ Ու ֆունկցիայի կանչերը կատարվում է հետևյալ ձևով։ Հիմա որ գնանք արդեն ֆունկցիայի 1, 2, 3, չէ՞։ Այս է մեր զանգվածի ներսում անանուն ֆունկցիայի օգտագործումը։ Երեխեք ջան, մեր math-ն էլ ոնց նշեցի, արդեն մեծ օբյեկտ է,
որի ներսում գտնվող մեթոդները անանուն ֆունկցիաներն են։ Այսինքն math-ի մեթոդները կազմակերպ նույն ձևով դուք ինքներդ կարաք ունենաք մի հատ օբյեկտ, որը որ ունի իր անանուն ֆունկցիաները ու ձեր համար կատարում է ինչ-որ մի հատ գործողություն։ Ասենք թվին թիվ ա գումարում, հա։ Այդ ամեն ինչը կազմակերպելու համար մենք ուղղակի ունենում ենք մի հատ օբյեկտ, որի ներսում կան անանուն ֆունկցիաներ ու այդ մեր անանուն ֆունկցիաները կատարում են այդ գործողությունները։ Ու հետագայում այդ անանուն ֆունկցիային կանչելու համար ուղղակի գրում ենք օբյեկտի անունը get ֆունկցիայի անունը։ Եկեք լավ գրենք let math-ը հավասար է մի հատ օբյեկտ է, որը որ հավասար է, առաջինը գրում ենք, անունը ասենք խոսքի բաներ, հա։ Չգիտեմ ինչն էր անում, տոկոսներ անում, դե փաուն անենք։ Եկեք փաուն անենք։ Փաու անունով ֆունկցիա ունի, որը որ ոնց էս վերևում գրեցինք, ինքը մի հատ function է, function, ու իր ներսում կատարում է հետևյալ գործողությունը։ Ստանում է երկու պարամետր, չէ։ A ստորակետ B, ստորակետ B։ Հիմա ինչ պետք է իր ներսում անի, այսինքն ինքը ինչ է անում, return, ինչը ինչով է, ինչ է անում, փոու ֆունկցիան ինչ էր անում։ Այսինքն հիմա ոնց կարամ ես այդ աստիճանի գաղափարը ստներ դնեմ։ A2 հատ աստղանիշ ու B, չէ։ Հիմա ես ոնց կարամ կանչեմ այս բանը, այս մեթոդը։ Այսինքն գրելու եմ օբյեկտիս անունը, ճիշտ է, math, այսինքն 2-ի 3 աստիճանը 8-ն է, ճիշտ է։ Եթե return է անում, ուրեմն պետք է մի հատ let i հավասարեցնենք, ճիշտ է, կամ console log-ով անենք մի անգամից, չէ, երկու տարբերակ ունենք, կամ console log-ով ենք անելու, կամ, հիմա կբերի 8-ը մեր, log is not defined, console log, Երեխեք, հաշվեք սենց գրածը, հա, այս փոուն է, հետո, չգիտեմ, ստորակետա դրած ու գրածա random-ի համար ինչ-որ մի հատ ֆունկցիա, ու սենց անվերջ ինքը, անվերջ չէ, այսինքն math-ի մեթոդները վերջավորում, բայց դուք հստակ կարաք մի հատ օբյեկտ ստեղծեք, երբ որ մենք այն սկզբում կանչում ենք math.poo ենք անում, ճիշտ է, ու արդեն ինքը հստակ, որովհետև սա արդեն գրված է ու ներդրված է GS-ի մեջ, որ ինքը տակից աշխատացնումը հստակ գիտի, բայց մենք արդեն պատկերացնում ենք ինչ էր տակից կատարվում, այսինքն math-ը մի հատ հսկայական օբյեկտ է, որը ունի իր մեթոդները, ու հետևյալ ձևով է գրված ինքը, ֆունկցիաներ են, անանուն ֆունկցիաներ են, որոնց կանչը կատարվում է հետևյալ ձևով, այսինքն գրված է, ասենք, փոու, իր դեմը գրված է ֆունկցիա, որը որ կատարում է հետևյալ գործողությունը։ Ուրեմն,
Հիմա եկեք մի հատ խնդիր լուծենք անանուն ֆունկցիաների ու զանգվածների հետ կապված։ Ուրեմն, ստեղծում ենք զանգված 3 անանուն ֆունկցիայով, որոնք վերադարձնում են թվեր ու պետքա հաշվենք այդ թվերը։ Ինչ ենք անում։ Ունենում ենք մի հատ զանգված let RR, որը որ հավասար է, իրար հետ ենք գրում, էլի, բայց մենակ ես չեմ գրում։ Ինքը ունենալու է 3 հատ անանուն ֆունկցիա։ Զանգվածի մեջ անանուն ֆունկցիան նոր ոնց գրեցինք։ Գրում ենք function, ճիշտ է։ Որոնք վերադարձնում են թվեր։ Այսինքն, եթե վերադարձնում է, ինչ պետքա գրեմ։ Այո, return ու գրում ենք մեր թիվը, օրինակ, չգիտեմ, 10։ Ունենալու ենք 3 հատ, ճիշտ է։ Հիմա հաջորդն ենք գրում։ Function, նորից, հաջորդ մեր ֆունկցիան նորից վերադարձնելու է թիվ։ Սա էլ 20։ Հաջորդ իմ անանուն ֆունկցիան վերադարձնում է էլի թիվ, որը կգրեմ 30։ Հիմա սրանց վերադարձվող արժեքների գումարն է ինձ պետք։ Ոնց եմ գրելու, ոնց կազմակերպենք։ Քանի որ գումարն է ինձ պետք լինելու, ես բնականաբար ինչ եմ ունենալու։ Ճիշտ է, մի հատ փոփոխական, որը որ հավասար է 0-ի, հետո այո, ոչ թե կարող ենք պարտավորենք արդեն մանեջան, պարտադիր։ Եթե for-ով չգրենք, արդեն անիմաստ է լինում մեր, էլի, այսքան անցածը, որովհետև կարա 3 անուն լինի, կարա 3 հատ անանուն ֆունկցիա լինի, կարա 100 հատ լինի։ Դրա համար for։ Բայց for որ for-ն ենք անելու։ Չէ, մեզ պետքա item-ները վերցնենք, ինչի սովորական, մեզ պետքա որ հստակ էսի վերցնենք, էսի ու էսի, ոչ թե իրանց ինդեքսների հետ աշխատենք, այլ սովորական հստակ մեզ պետքա որ item-ները վերցնենք։ Այսինքն for-ով, ճիշտ է։ Կգրեմ let fun of ֆունկցիաներն են վերցնում, ինչի մեջից։ RR-ի մեջից։ Ճիշտ է։ Հիմա մեր ֆունկցիաները, որ վերադարձնում են, ամեն մեկը ինչ են վերադարձնում։ Թիվ են վերադարձնում, չէ՞։ Այսինքն իմ sum-ին կարամ գումարեմ արդեն դա։ Պլյուս հավասար է, ինչ։ Արդեն ամեն մի հատ ֆունկցիան ո՞րն է դառնում։ Ֆանկը, բայց ինչ արած։ Կանչած։ Ու վերջ, չէ՞։ Գալիս եմ ստեղը, մի հատ console log եմ անում, իմ sum-ը։ Հիմա կտպի 50-60։ Չէ՞։ Հեսա։ Պարզ էր երեխեք։ Եթե ես ստեղ ուղղակի կանչեի ֆանկը, այս կոնսոլն էլ հանեմ, այդ դեպքում տպելու էր, չի տպել, ֆանկն եմ ամեն անգամ կանչում, ռեթուրն անում, կոնսոլ լոգի մեջ պետք է կանչեմ, չեք ասում, կոնսոլ լոգ, ֆանկը կանչեց, հիմա ինչ կտպի, 10, 20, 30, արժեքներն է, չէ բերում, Եթե ես այդ արժեքները գումարում եմ, հետո եմ տպում, ինչ տարբերություն, դե արդեն կբերի, չէ՞։
Պարզեր երեխեք։ Հիմա մի հատ ուրիշ խնդիր ենք լուծում, արդեն օբյեկտի հետ կապված։ Օբյեկտում պահում ենք ֆունկցիաներ, որոնք կատարում են մաթեմատիկական գործողություններ։ Այսինքն ստեղծում ենք մի հատ օբյեկտ, որի անունը կդնենք կալկուլյատոր։ Կալկուլյատոր։ Հավասար է, ձևավոր փակագծերը բացեցինք ու գումարում, հանում, բազմապատկում։ Գումարումի անունը կդնենք add, ավելացում, գրում ենք function, ինքը ինչ անելու, երկու թիվ ստանալու է գումարի իրար, այսինքն ունի երկու պարամետր, չէ, an ու b։ Հիմա ստեղ իրա ձևավոր փակագծերի ներսում ինչ է անելու ինքը, ինչ է վերադարձնելու։ Ճիշտ է։ A plus B։ Հաջորդ գործողությունը մեր սաբն է։ Այս է մի հատ ֆունկցիա, որը էլի սպասում է երկու պարամետր, նորից երեխեք ջան, հանգիստ կարամ գրեմ A ու B, որը որ այս պարագայում է return անում A-ից հանած B։ Հաջորդ գործողություն անունն է կդնենք կգրենք նորից function-ը, ստանում է երկու պարամետր, նորից A ու B, որը որ return անում A աստղանիշ B, հա բազմապատկված B-ով։ Այս վերջինին կարանք չդնենք։ Հիմա մնաց այս ֆունկցիաների կանչը։ Ոնց են կազմակերպում ֆունկցիաների կանչը։ Return-ի մասին չենք մոռանում։ Չէ, այս պարագայում չէ։ Օբյեկտ է, այսինքն ինչով կետով ենք կազմակերպելու։ Բայց քանի որ return-ը, հա, օքեյ, արի տենց գրենք էլ որ Այսինքն console log-ի մեջ քանի որ return էր, հետո գրում ենք մեր ֆունկցիայի անունը, չէ, կալկուլյատոր, կետ ենք դնում, գրում ենք մեր անանուն ֆունկցիայի անունը ու իրան բնականաբար փոխանցում ենք երկու պարամետր, քանի որ ինքը երկու պարամետր է սպասում, an ու b-ն, ասում ենք 5 ու 3, 5-ի ու 3-ի գումարումն եմ սպասում, հետո console log եմ անում հաջորդ մեթոդը, ճիշտ է, իմ sub-ն էր, որը որ սպասում էր երկու պարամետր, որ իրանց հետ աներ հանում, ու հաջորդը սպասում էր մեր ուլը, որը որ մեր բազմապատկումն էր, ու երկու թիվը բազմապատկելու են, այսինքն ստանալու ենք 8, 2, 15, Դայսի գումարներ 8, 2, 15 Օբյեկտում անանուն ֆունկցիայի կիրառության նորմալ օրինակ է ու կարծում եմ, որ այս իրա գրելա ձևը, իրա կանչը, իրա օգտագործելը պարզ է, չէ՞։
Պարզ չէր երեխեք։ Հիմա հաջորդ օրինակը, որ անցանք, որ ֆունկցիան ստանում էր որպես պարամետր ուրիշ ֆունկցիա։ Հիմա ինչ կանենք, կստեղծենք մի հատ ֆունկցիա, որը ստանում է մի հատ ուրիշ ֆունկցիա որպես պարամետր ու իրան զուգահեռ մի հատ թիվ է ստանում, ու այդ թիվը բազմապատկում է ինքը իրանով։ Այսինքն կոնկրետ 5-ի դեպքում, ասենք 5 անգամ 5-ն է վերադարձնում, այսինքն մենք մեր ինչ-որ ռեզուլտատը անանուն ֆունկցիայի կկազմակերպենք, որ ստանա ինչ-որ թիվը բազմապատկած ինքը իրանով, թվի քառակուսին ավելի ճիշտ։ Ուրեմն, առաջին ֆունկցիայով կկազմակերպենք, որ ստանանք մի հատ թիվ, մի հատ ֆունկցիա։ Հիմա կգրենք process number, առաջինով կստանա մի հատ number, երկրորդով կստանա մի հատ ֆունկցիա, որպես պարամետր։ Հիմա ներսում return կանի մեր ֆունկցիան ու այս մեր արդեն ֆունկցիային որպես պարամետր կփոխանցենք մեր name-ը։ Երեխեք, ունենք մի հատ ֆունկցիա, process number անունով, որը որ ստանում է երկու պարամետր։ Առաջի պարամետրով ստանում է թիվ, երկրորդ պարամետրով ստանում է ֆունկցիա։ Այս արդեն մեր ֆունկցիայի ներսում վերադարձնում ենք մեր ստացած ֆունկցիան ու իրան որպես պարամետր փոխանցում ենք մեր ստացած թիվը։ Հիմա դրսում հայտարարում ենք փոփոխական ու այդ փոփոխականին վերագրում ենք անանուն ֆունկցիա։ Result, ինչը որ ստանալու ենք, արդյունքը մեր հավասար է process number էլի, process number, որը որ ստանում է 5, ստորակետ, 5 արժեքն է, 5 արժեքն է, մեկ է function, ու ստեղ գրում ենք այս թիվը, տեսեք, այ էսի, ինչը որ փոխանցվելու է։ Ստեղ էլ կարամ, վերևում նամ եմ գրել, որպեսզի չմտածենք, որ պարտադիր պիտի այդ փոփոխականը գրենք ստեղ կդնենք x, անհայտ արժեք։ Մենք ասենք չգիտենք դրսից ինչա փոխանցվելու, x արժեք է դա մեր համար համարվում։ Կներեք, այսի ստեղ չպետք է կանչել, այստեղ, ձևավոր փակագծերը բացենք, ինքը իրա մեջ return անում x անգամ x։ Այսինքն այս պարագայում 5 անգամ 5 ու գալիս ենք ներքևում, console log ենք անում մեր result-ը, որը որ մեզ հետ կվերադարձնի 25, բայց ինչ լոգիկայով է դա տեղի ունենում, եկեք իրար հետ ընդհանուր քննարկենք, ով կարա բացատրի ինչ տեղի ունեցավ, մի հատ այս ֆունկցիաների աշխատանքը ու ֆունկցիան որպես ուրիշ ֆունկցիայի պարամետր, դրա գաղափարով մի հատ հասկանանք, հա, ինչ է կատարվել, ով է հասկացել, ով կարա բացատրի, ինչա տեղի ունեցել, երեխեք։ Ով ոնց հասկացել է, այտենց կարա բացատրի։ Հետո ընդհանուր իտոգի կգանք, կհասկանանք։ Ով է ուզում խոսա սրա մասին ու բացատրի, թե ընդհանրապես ինչա կատարվել։ Ասա մանուկ։
Անանուն ֆունկցիա ենք հայտարարում։ Ճիշտ է, 5-ը։ Այսինքն այս 5-ն է, չէ՞ գնում նստում ստեղ։ Ու հետո գալիս է դառնում է ֆանկի համար որպես պարամետր, իսկ այս ֆանկն էլ այս ֆունկցիան է գալի նստում ստեղ, չէ՞։ Որը կատարվում է հետևյալ գործողությունը։ Return-ով վերադարձնում է այս պարամետրը, որը որ 5 է դառնում։ Այսինքն ստե փոխեմ 7, կստանամ 7 անգամ 7-ի արժեքը, չէ՞։ 49։ Փոխեմ 5, կստանամ 5 անգամ 5-ի արժեքը։ Շատ ճիշտ է։ Երեխեք ջան, այս վերևում հայտարարված ֆունկցիան սպասում է մի հատ թիվ, մի հատ ֆունկցիա։ Իրա ներսում վերադարձնում է երկրորդ կանչվող պարամետրը, այսինքն մեր ֆունկցիան, ու իրան որպես պարամետր տալիս է առաջի մեզ փոխանցված պարամետրը։ Ներքևում հայտարարում ենք անանուն ֆունկցիա։ Անանուն ֆունկցիայի կիրառությունն է սա, որը որ նորից կանչում ենք մեր ֆունկցիան ու իրան փոխանցում ենք պարամետրերը։ Առաջինը 7-ն է, որը կգա ստեղ 7 կնստի ու որպես այս ֆունկցիային պարամետր նորից կգա 7, հետագայում այս 7-ը գալիս է ստեղ ու օգտագործվում է return-ը, որպեսզի կազմակերպենք թվի ինքնաբազմապատկումը։ Ու հետագայում արդեն քանի որ return ենք մենք օգտագործել, պետք է console log-ի մեջ մեր result-ը տպենք ու արդեն վերջնական արդյունքը կստանանք։ Լավ։ Երեխեք, ուրեմն լուծում եք մի հատ խնդիր, լսեք ուշադիր, ունենք մի հատ զանգված, այդ զանգվածը ունի 3 անանուն ֆունկցիաներ, որոնք վերադարձնում են ինչ-որ մի հատ անհայտ թիվ պլյուս 1 առաջինը, երկրորդը անգամ 2, իսկ երրորդը այդ թիվը իրանով բազմապատկած։ Այդ թիվը դրսում ենք հայտարարելու, այսինքն ունենք մի հատ զանգված let rr, որը որ հավասար է երեք հատ ֆունկցիա ունենք։ Առաջի ֆունկցիան հետ է վերադարձնում x պլյուս 1, երկրորդը հետ է վերադարձնում x անգամ 2, երրորդը հետ է վերադարձնում x անգամ x։ Հետո դրսում ունենք հայտարարված մի հատ փոփոխական, որը ունի արժեք։ Ցիկլի միջոցով վերցնում ենք բոլոր անանուն ֆունկցիաները ու այդ թիվը հավասարեցնում ենք այդ ֆունկցիան, հավասարեցնում ենք ֆունկցիային, փոխանցելով դրսի հայտարարված թիվը։ Այսինքն ցիկլի ներսում
ասենք դրսում ունենք մի հատ let num, որը որ մի հատ թվային արժեք է, ասենք 3, հա, ցիկլի մարմնի ներսում num-ին հավասարեցնում ենք մեր ֆունկցիաները, որ for-ով ստացել ենք, ասենք մեր func-ը, իրան փոխանցած նորից այս թիվը, հա, փոխանցած նորից num-ը։ Ու վերջնական արդյունք ենք ստանում։ Ասենք ստեղ 3, հա, ես իմ վերջնական արդյունքը ստանալու եմ 3 պլյուս 1, ստացվածը բազմապատկած 2-ով, այսինքն 4 անգամ 2, 8, ու 8-ին քառակուսի եմ բարձրացնելու, այսինքն 3-ի դեպքում ստանալու եմ 64։ Պարզ էր պահանջը։ Երեխեք, պարզ էր։ 3 հատ անանուն ֆունկցիա, առաջինը վերադարձնում է x պլյուս 1, երկրորդը x անգամ 2, երորդը վերադարձնում է, եկեք սենց է գրեմ, առաջինը x պլյուս 1, երկրորդը x անգամ 2, իսկ երորդը x անգամ x։ 3-ի դեպքում ստանալու ենք 64։
Բայց բերում է արդյունքը մանե ջան։ 5 պլյուս 1 6 6 անգամ 2 12 12-ի քառակուսի 144, հա։ Վերջնական արդյունք տպեր։ Վերջնական, բա ոնց կանես, որ արդյունք տպի։ Հիմա որ այս for-ի մեջ n-ը վերջնական արդյունքը 5-ի դեպքում սենց է լինի, հա, 5-ին գումարած 1 լինի 6։ Հետո ստացված արժեքը 6 անգամ 2, փոխանցի արդեն x-ը 6 նստի։ 6 անգամ 2 12, հետո 12 անգամ 12, այսինքն 144 տպի։ Այս for-ի մեջ հա պետքա փոփոխություն արվի։ Հա, երեխեք ջան, ստացվում, հա։ Հələ ուղարկի եք։
Երջ եղավ։ Հələ մի հատ կուղարկես ինձ հասկանամ ես։ Վրեժ ջան, քո մոտ ինչ կա։ Լինում է, բայց քո մոտ Միլենա ջան, ինչ կա։ Միլենան չկա, հա։ Ինչ ասեմ, դե տարարը function։ Ջան, ֆունկցիային պետքա պարամետր փոխանցես։ Նախ պետքա այստեղ, որ գրած է function, անանուն ֆունկցիան, չէ։ X-երը պետք է փոխանցես դու։ Հասկացար։ Պետք է տենց, այս let value-ը պետք չի զանգված օգտագործել, պետք է մի հատ թիվ օգտագործել, let-ն ամ, ասենք հավասար է 3-ի։ Ու հետո ցիկլը ֆռալ արդեն զանգվածի համար, մեր RR-ի համար, բայց for off-ով։ Լավ, դզի հետ։ Եկեք լավ, այդ առաջի մասը ես էլ գրեմ, որ վերջնական արդեն իրար հետ միանգամից արդյունք տա։ Let RR ունենք, որը որ հավասար է 3 անանուն ֆունկցիա։ Function ունեմ, որը որ x-ը սպասում, ու return անում x plus 1։ Հետո, ստեղ ստորակ։ Ինչ ես ասում, վերևն էլ առորվա ունեմ։ Հարի դու դարձ առորվը մեկ վարիչ։ Այս հաջորդը անում է x անգամ 2, սենց կլնի, բայց for-ով օգտագործելու դեպքում էսա անդրադառնանք, հա մանր։ Այս երրորդի դեպքում է x անգամ x։ X անգամ x։ Okay։ Հիմա ինձ պետք էր այս իմ ասած փոփոխականը ստեղ պահել։ Let նամը հավասար է 3-ի։ Մի հատ 3 եմ, 3 թիվ եմ պահում, որպեսզի 3-ի համար անեմ։ Հա, այս քննարկումը։ Այսինքն 3-ը կգա կնստի ստեղ, տենց եմ ուզում կազմակերպեմ, որ լինի 3 պլյուս 1, հաջորդ կանչի դեպքում արդեն կլինի 4, 4-ը կգա ստեղ կնստի, կլինի 4 անգամ 2, 8, իսկ այս մյուսի կանչի դեպքում ստեղ 8 կնստի, 8 անգամ 8, 64։ Հենց վերադարձնի ինձ։
Ինչ եմ անում, մի հատ for եմ կազմակերպում, ժողովուրդ ջան, ստեղ գրում եմ let func of RR, հիմա ստեղ ասում եմ, որ իմ նամը հավասար է func-ին փոխանցած նամս, որ ամեն անգամ այդ փոփոխված արժեքը գա, ամենասկզբից կգա 3, չէ? Ամենաառաջի դեպքում գա 3, ստեղ, թե չի գա։ Ու 8 ա դառնում, չէ՞։ Վերջնական կլինի, չէ՞, սենց։ Yeah. Ոնց RR before, չհասկացա։ Ինչ է ասում էլի։ Հա, բայց կապ չունի։ Դա չի։ Հա, հա, ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, RR1, ստեղ արդեն RR1, այս դեից է խնդիրը գալի։ Դրա համար 5 կոդերից զզվում եմ, պետք է ջնջել։ Ահա, ապրեիք, այս է 64։ Երեխեք ջան, ինչ տեղի ունեցավ, այսինքն ունեցանք այդ մի փոփոխականը, որը որ ամեն անգամ ավելացավ, ու այդ ավելացված փոփոխականը փոխանցվեց, այսինքն նամին պետք է վերագրենք այս ֆունկցիաները, որը որ արդեն ցիկլի միջոցով վերցրել ենք, ու ամեն անգամ փոխանցենք արդեն փոփոխված արժեքը։ 3-ին, սկզբից 3-ը կլներ, 3 պլյուս 1, հետո կդառնար արդեն 4 բնականաբար, 4-ը արդեն փոխանցվում է երկրորդ ֆունկցիային, ստեղ 4-ը փոխանցվում x-ի փոխարեն, 4 անգամ 2, 8, երրորդ ֆունկցիային արդեն կփոխանցվի 8, 8 անգամ 8, 64, հիմա, էսի իրականում մի քիչ բարդ էր էս պահը, օքեյ, հիմա մի հատ ուրիշ խնդիր, Լավ, ուրեմն պետք է գտնել զանգվածի ամենամեծ էլեմենտը անանուն ֆունկցիայի միջոցով, այսինքն ունեմ մի հատ let max elem ֆունկցիա, որը որ function-ա, հա, այս անանունի հատվածը գրեմ, ու ինքը սպասում է մի հատ RR-ը, հիմա, այս ներքևից փոխանցված, հա, անանուն ֆունկցիային փոխանցված RR-ի մեջից պետք է գտնել ամենամեծ արժեքը, իսկ զանգվածը գոնե 5 էլեմենտ թող պարունակի, պարզ էր, փոխանցվելու է զանգված, որը որ փոխանցվեց զանգված, այս անանուն ֆունկցիայի միջոցով գտնելու ենք ամենամեծ էլեմենտը։ Մենք այս խնդիրը լուծել ենք սովորական ֆունկցիայի դեպքում ու հաստատ բարդ չի։ Անանուն ֆունկցիայի գրելու մեջ էլ արդեն էլ ոչ մի բան չկա, էլի նորարարություն։ Ինչ-որ էսի հաստատ արագ գրեք։
Ճիշտ է, չէ՞ աշխատում Մանե ջան։ Ճիշտ է, ապրես։ Բայ գիքը լուծեք։ Միլենան դուրս եկավ ու դուրս եկավ, չէ՞, տենց է։ Չէ, եկել է։ Միլենա, տեսա, որ աղա։ Տեսա, որ հետ տեսել ենք, որ հետ ա եկել գնաց։ Վրեժ ջան մնացիր դու ապրեսի ջան, տեսնի։ Վրեժը մինչև գրում է, երեխեք ջան, դուք ուրեմն լուծում եք հետևյալ խնդիրը։ Էլի ստանում է զանգված, բայց հաշվում է զույգ թվերի քանակը։ Լավ։ Վրեժ ջան, մաթի մեթոդ պետք չի օգտագործել, սովորական ցիկլով կազմակերպի այդ ամեն ինչը։ Մաթի մեթոդը չենք օգտագործում, որ պետք լիներ, ես կասեմ, մաթի մեթոդը։ Ճիշտ է, Մանե ջան, ապրես։ Դե ուրեմն սենց մի հատ խնդիր էլ։ Էլի զանգված ենք ստանում։ Եթե բոլորը դրական են, թող վերադարձնի true, եթե մեջը բացասական կա, թող վերադարձնի false։ Լավ։
Ճիշտ է Այրիկ ջան, այն մյուսն էլ արա այդ դրականը false-ով։ Էլի զանգված ենք ստանում, եթե բոլոր զանգվածի էլեմենտները դրական են, ուրեմն վերադարձնելու է true, եթե իր մեջ բացասական մի հատ թիվ եղավ, վերադարձնում է false։ Ահա, ասա ինչով, չլսեցի։ Ցիկլով, չէ, ցիկլով։ Սկզբնական արժեք կպահես, որը կվերագրես max-ի, առաջի էլեմենտը ասենք զանգվածի։ Տնային առաջադրանք արդեն Okay, դա ֆլագով լինի, համաձայն եմ, սկզբից false է, էլեմենտների վրա է փորում, էլեմենտը զրոց, ֆլագով true, հակառակ դեպքում, Okay, ուղղակի ավելի կարճ գրելու համար մանն ջան, էլ ստեղ չենք բանանում, փոփոխական հայտարարում, այլ միանգամից արդեն true false-ի միջոցով կազմակերպում ենք, հա, միանգամից ցիկլով ենք սկսում, եթե RR-ին փոքր է 0-ից, ուրեմն return-ը անում false, հակառակ դեպքում true։ Որ մի քանի անգամ այտենց չգրենք, էլի։ Այդ կարճը տենց գրվում է։ Հեն, տղեկ։ Վրեժ, ինչ արեցիր։ Դե ուրեմն դա դու ինձ կուղարկես, Էրիկ ջան, դու էլ ես վերջի ասածս կլուծես կուղարկես։ Տնային առաջադրանքները ուղարկել եմ, երեխեք ջան, արդեն շատ էլի լիքը հավեսով տնային առաջադրանքներ են, մինչև չորեքշաբթի ձեր ժամանակ։ Դասը անպայման կնայեք, մի հատ էլ անանուն ֆունկցիաները կնայեք, չորեքշաբթի օրը արդեն նոր թեմա կանցնենք, լավ։ Այսօրվա համար այսքանը։
անունը։